ինձ ավելի շատ հետաքրքիր է այդ որակական հատվածը, օրինակ աշխատակիցը ինչքանով է լավ թիմակից։ Մենք ոնց կարող ենք հասկանալ, այսինքն այդ ոնց տեսնենք այդ ամեն ինչը։ Մի քանի տարբերակ կա, իհարկե 360 հետազոտություն է կոչվում, որի շրջանակներում կազմակերպության աշխատակիցները բոլորը բոլորին գնահատում են, հիմնականում անանուն։ Հարցման մեջ հնարավորություն ենք տալիս նաև, ես տարբեր ֆորմատներով եմ անցկացրել, որպեսզի կարողանան թիմակիցները իրար գնահատել ըստ չափանիշների նույնպես։ Օրինակ գնահատել, թե ինչպիսի աշխատակից է որպես մասնագետ, ինչքանով է տիրապետում, օրինակ ապրանքների բնութագրերին, ինչ պատասխանատու է արդյոք, փոխօգնող է արդյոք, այսպես ցանկացած չափանիշ կարող եք դնել։ 360 աստիճանի հետազոտությունը շատ կիրառելի է, նաև դա կարելի է համադրել անմիջական ղեկավարի գնահատականների հետ, որի շրջանակներում դե անմիջական ղեկավարը ամեն օր աշխատում է, որոշակի ֆիդբեք կտա, եւ երկու տվյալները իրար հետ համեմատելիս շատ լավ պատկեր ենք ստանում, եւ ինքը ոչ միայն որպես թիմակից ենք բացահայտում, այլ նաև մեկուսացած աշխատակիցները, որոնք ոչ թե վատ թիմակից են, այլ իրենք մեկուսացած են, որովհետեւ մենք նաև գնահատում ենք, թե որքանով են ակտիվ համագործակցում մեկը մյուսի հետ, ըստ ցանկության։ Կազմակերպություն կա, ուղղակի մեկ հարց է տալիս, սերվեի շրջանակներում, որովհետեւ հետազոտության վերլուծությունն էլ այդքան հեշտ չի իրականում։